Մեղքը լինում է եւ խորհրդով, եւ խոսքով, եւ գործով։ Այդ հենց ապաշխարությունն է, այսինքն գիտակցված մեր հոգու մեջ արձագանք, որ մենք պետք է մաքրվենք ինչ որ բանից, որը խանգարում է մեզ երջանիկ լինելու համար։ Ապաշխարության կարգը դա միանգամվա կարգ չի, դա բազում օրերի կարգ է։ Ինչն է, որ մենք արել ենք եւ պահում ենք մեր մեջ։ Դա կարծես մի կրակ է, որ թաշկինակի մեջ պահում ես, բայց հնարավոր չի, որովհետեւ ապաշխարությունը իրոք երջանկության լույս գնալու ճանապարհն է։ Ուրեմն մենք ինչ պետք է անենք։ Պետք է անենք խոնարհ, մենք պետք է լսենք սիրով, հասկանանք, ընդհակա այդ առաքինություններով պետք է լսենք։ Մեր խորհուրդները, որ մենք կարողանանք մեր մտքի մեջ միշտ աղոթքի մեջ լինենք։ Միշտ աղոթքի մեջ Տեր ողորմյա։ Տեր ես քեզ սիրում եմ, Տեր շնորհակալ եմ։ Տեր փոխիր ինձ զղջում, խոստովանություն, հատուցում, պետք է հատուցի։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր զրուցելու ենք խոստովանության, ապաշխարության մասին։ Մեր տաղավարում է Տեր Բաբկեն Քահանա Հայրապետյանը։ Տեր հայր, շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր տաղավարում եք։ Աստված օրհնի, շնորհակալ եմ։ Տեր հայր, այսօր զրուցելու ենք խոստովանության, ապաշխարության նշանակության մասին։ Ինչ ազդեցություն ունի խոստովանությունը եւ առհասարակ ապաշխարությունը։ Շատ կարևոր խորհուրդներ են։ Այդ խորհուրդները ի սկզբանե չեն եղել դրախտում։ Մինչև մարդու անկումը, մինչև մեղանչելը, դա կարիքը չի եղել։ Մարդ վայելել է Աստծո ներկայությունը, երջանիկ է եղել, ընտանիք է կազմել, Աստված ամեն ինչ կամեցել է մարդու համար, բայց անկումից հետո, երբ որ պատվիրանազանցություն եղավ, մարդը բաժանում ունեցավ ինքը իր մեջ, մարդու հետ եւ Աստծո հետ։ Եվ այդ բաժանումը, այդ անկումը կարծես թե մի արձագանք ունի մարդու հոգու մեջ մինչև այսօր մարդության մեջ։ Այն արձագանքը գիտակցական, որ ինքը ինչ որ բանից բաժանվել է, ինչ որ բան չկա, այն աստվածադիր շավիղից շեղում կա։ Եվ մարդը ընտրում է այդ ինչպես գտնել այդ շավիղ, այդ ճանապարհը։ Եվ այս խորհուրդները դրված են դրա համար, որ մարդ գիտակցաբար զղջալով, եթե մեղքի մեջ է, իհարկե բոլորն մեղքի մեջ են։ Վայ նրան, որ կարծես մեղք չունեմ այս աշխարհում, որովհետև մեղքը լինում է եւ խորհրդով, եւ խոսքով, եւ գործով։ Անկամ քնած ժամանակ մարդը կարող է ընկնել մեղքի մեջ, այսինքն մարդը մեղանչական է։ Բայց Աստված Սուրբ Հոգու միջոցով տվել է մեզ հնարավորություն, որ մենք կարողանանք մաքրման ճանապարհ գնանք դեպի։ Այդ հենց ապաշխարությունն է, այսինքն գիտակցված մեր հոգու մեջ արձագանք, որ մենք պետք է մաքրվենք ինչ որ բանից, որը խանգարում է մեզ երջանիկ լինելու համար։ Տեր այլ մեղքը հիվանդություն է, որից պետք է բժշկվել։ Մեղքը ինչ որտեղ հիվանդություն է, որտեղ եթե հիշենք Ավետարանում, երբ անդամալուծին բժշկեց, ասաց, եւ թողում եմ քո մեղքերը, Տերն ասեց։ Եվ իսկույն նա վեր կացավ ու գնաց։ Այսինքն բժշկվեց։ Այսինքն մեղքից ազատելուց հետո հետևանքներից մեկը նաեւ բժշկություն է։ Դա կարող է լինել տեսանելի եւ կարող է լինել անտեսանելի բժշկություն։ Այսինքն հոգեվոր բժշկությունը դա չի երևում արտակուց չի երևում, մարդ ուրախ է, ժպտում է, կայտառ է, բայց ներսում տրտմություն է, ներսում տխրություն կա։ Այդ լույսի, այդ փնտրտուքն է ամբողջ, որ մարդուն ուղեկցում է, որ գնա ինքը խոստովանի, մաքրվի, քաջություն ունենա այդ ազատագրման համար։ Այսինքն խոստովանություն, ապաշխարություն եւ ազատագրություն է, եւ արդյունքում նաեւ իհարկե բժշկություն է։ Իսկ դա մարդուն հոգևոր առումով ինչ է տալիս, խաղաղություն է տալիս, հանգստություն է տալիս։ Ապաշխարությունը։ Նախ ասենք, ապաշխարության կարգը դա միանգամվա կարգ չի, դա բազում օրերի կարգ է եւ ինքը բաղկացած է այո զղջումից առաջերտին։ Ու երբ որ զղջում ես, ինչ որ վատ բան ես արել, եւ Աստված ի սկզբանե մարդու մեջ դրել է մի դատավոր, մի ցուցիչ է դրել մարդու մեջ։ Դա մեր խիղճն է, որը մեզ հուշում է, որ ինչ որ բան լավ չենք արել մենք։ Այդ խիղճի խայթից մենք սկսում ենք գիշեր-ցերեկ անհանգիստ մնալ եւ եկեղեցին տալիս է լուծումը։ Տալիս է լուծումը։ Տիրոջ խոսքի համաձայն ինչ որ կարծակեք, թող արցակվի երկնքում, ինչ որ կկապեք, թող կապած լինի։ Այսինքն արցակման խնդիր ունենք մենք։ Եվ այդ զղջումից հետո պետք է քաջություն ունենալ գնալ եւ խոստովանել այդ մեղքը։ Ինչն է, որ մենք արել ենք եւ պահում ենք մեր մեջ։ Դա կարծես մի կրակ է, որ թաշկինակի մեջ պահում ես, բայց հնարավոր չի թաշկինակի մեջ կրակը պահել։ Մի օր բացվելու է։ Թող բացի, այս երկրում բացվի,
ոչ թե Դատաստանի ժամանակ բացվի այդ կրակ, ասում են մեր հայրերը։ Այսինքն խոստովանությունից հետո Տեր հայրը օծյալ քահանան կամ օծյալներից որևէ մեկը նշանակում է հատուցում, դա կլինի ընթերցանություն, դա կլինի աշխատանք, դա կլինի բարեգործություն, ինքն է որոշում հոգևորականը, թե ինչ մեղք է գործել տվյալ անձը։ Տեր էր, այսինքն դա պատիժ չէ, դա ընդհանրապես մարդու կատարելագործվելու է։ Ապաշխարություն դες ծանր պետք է բան չանեն, որովհետև ապաշխարություն իրոք երջանկության լույս գնալու ճանապարհն է։ Դա ինչպես որ հիվանդը բժիշկին կասի դա այջ է։ Ընդհակառակը նա գնում է մեծ հարգանքով, որովհետև հույս ունի, որ ինքը բժշկվելու է, ինքը ազատելու է ախտից եւ հույս ունի, որ կատարյալ առողջ պետք է լինել։ Նմանապես նաեւ ապաշխարության կարգը։ Այսինքն դա նրա համար չի, որ մենք նայենք հետ ասենք ամեն անգամ թշվառական վիճակով, տրտնջալով, ափսոսելով, թե մենք ինչու այդ բան արեցինք։ Ոչ, պետք է վստահորեն հույս ունենանք ի Տեր Հիսուս Քրիստոս, որ մենք մաքրվել ենք եւ գնանք դեպի առաջ ունենանք զգոն մաքուր կյանք, խոնարհ կյանք Աստծո նկատմամբ, ծառայենք մեր հարազատներին, ասենք ունենանք ձեռք բերենք ապրելու արվեստը։ Իսկ դա արվեստ է ապրելու համար։ Գործիքներից մեկն է։ Տեր էր, իսկ խոստովանությունը օգնում է ինքնաճանաչմանը, որ մենք մեզ լավ նաև ճանաչենք։ Իհարկե, եթե մենք քայլ ենք անում խոստովանության, արդեն շատ լավ է։ Երբ որ մենք ուզում ենք, մենք արդեն ուզում ենք ազատվել։ Մենք չենք բթացրել մեր հոգին։ Մենք ուզում ենք մեր հոգին թեթև լինի։ Եվ դա համար ինքնաճանաչողության համար, այո, խոստովանությունից հետո մեծ ակուն թեթևություն է գալիս, մի ջահելություն է գալիս, մի մանկություն է գալիս, որովհետև Պողոս առաքյալն ասում է, գիտեք որ ձեր մեջ մանուկ կա, ներքին մանկան մասն է խոսում, այսինքն այդ ներքին մանուկը խնամքի կարիք ունի, մաքրության կարիք ունի, հասկանում եք, դա շատ կարևոր մարդաբանություն է։ Տեր էր, իսկ ապաշխարության կարգը որտեղ կարող է իրականացվել։ Օրինակ, երբեմն ասում են առցանց կարող ենք ապաշխարության կարգը անցնել։ Որտեղ։ Առցանց, համացանցով։ Չէ։ Ես ասեմ, որ դա շատ հոգևոր վիճակ է, քահանա, այսինքն օծյալ եւ անհատ։ Եկեղեցում պետք է լինի դա։ Կամ հիվանդանոցում, եթե չի կարող հիվանդը գալ, չէ՞ մի ծանր վիճակում է, այդ երկխոսությունը, դիալոգը պետք է լինի։ Քահանան պետք է տեսնի զրժացողի աչքերը, պետք է զգանա հոգևոր վիճակը, որովհետև ամեն ինչ չի որ պետք է տեսնել, լսել։ Նաև մեր զգացողությունը, չէ՞, մենք ապրում ունենք, հոգևոր ընկալում ունենք, ինչպիսին է նրա հոգին։ Եթե նա կարող է մի բան ասում, բայց խաբում է, ինքն էլ չի կարող։ Օգնում ես նրան, տեսնում ես, որ չի կարող, ասում ես, հավացում է, կամ բացում ես, արտասվել։ Շատ է եղել։ Ինչպես Հովելա Մարգարեն ասում է, ծեծեք ձեր սրտերը, բացեք, լացեք, կոծեք, որպեսզի ապրեք, որպեսզի դառնաք Տերը եւ ապրեք։ Այսինքն շատ անհատական է։ Շատ անհատական է, բայց նաեւ ընդհանրական է, նաեւ այսօր մեր մոտ ընդհանրական խոստովանության կարգ կա, դա հիմնականում արվում է, որպեսզի հաղորդություն կարողանանք ստանալ, բայց վերջնական, ասենք, այդ ընդհանրապես բոլոր դեպքերում դա լինի անհատական կամ ընդհանրական, քահանան չի որ թողում է։ Քահանան ընդհանրապես միջնորդ է, թողողը, հավողը դա Աստված է, Քրիստոս է։ Եվ վերջնական քավությունը, վերջնական թողությունը Տիրոջ ձեռքն է։ Տիրոջ ձեռքն է, որտեվ մարդը ընկնելով մենք տեսեք մկրտությամբ, մենք ապաշխարությամբ, որտեվ այդ կարգերը մկրտության ժամանակ մաքրվում են բոլոր մեղքերը, մեղքի հետևանքն է մաքրում։ Բայց մարդ հետո շարունակում է, ներգործական մեղքի մեջ է ընկնում, մաքրում է սկզբնական մեղքը, սկսում է մաքրվել հետագայում ներգործական մեղք, այսինքն մարդը ամեն տեղից նորից բանը, այսինքն վերջնական մաքրումը դատաստանի ժամանակ է լինելու, վերջնական մաքրումը։ Դրա համար ապաշխարությունից կյանքում շատ կարևոր մեր համար, որ մենք նաև դասիրակվենք մեզ, մեր հոգին, ուրախություն ունենանք, ապրելու արվեստ ունենանք, եկեղեցին դրան է կոչված, ուղղորդել մեր զավակներին, որպեսզի կարողանան ճիշտ ճանապարհով գնալ, որպեսզի ծառայեն Աստծուն, որպեսզի երկնքի արքայության արժանանան, վերջնական նպատակը փրկությունն է։ Այսինքն շարունակական գործընթաց է, որ մենք կատարելագործվենք։ Ինչպես օրինակ Եփրեմ Խուրին է ասում, սրբերից մեր հայրերից մեկը ասում է, ինչպես որ շորը, որ մենք հագնում ենք, մի առ ժամանակ հետո ասում ենք լվանալ, արտուկել, չէ՞,
բայց չենք հիշում, որ ինքը ժամանակին կեղտոտ էր, ինքը մաքուր լավ շոր է, այսինքն ապաշխարությունը նման հանդերձի հետ, այսինքն միշտ պետք է մաքրել, միշտ պետք է խնամել, այդ մաքրություն process-ը ամբողջ կյանքի համար է ապաշխարության կարգը։ Տեր, ընդհանրական խոստովանության ժամանակ մեր մտքում շարունակ զղջանք մեր մեղքի համար։ Գրված է ճշմարտությունը ձեզ կփրկի, այսինքն մեր փրկությունը ճշմարտության մեջ է։ Ինչու ենք լսում Գրիգոր Տաթևացու այդ մեղա Աստծո, չէ՞, ամբողջ մեղամնասուրբ Բերության հոր եւ որդու այդ ամբողջ որ ընթերցվում է։ Ինչու է ամբողջ հոգեվոր, ասեն խորհուրդն է, միտքն է, մարմինն է, բոլոր մեղքերը ամբողջ շարադրված են։ Եթե մենք չիմանանք, որ դա մեղք է, մենք ընկնենք ինքնախաբեության մեջ։ Այսինքն պետք է ճանաչենք ճշմարտությունը։ Երբ որ ճանաչում ենք ճշմարտությունը, ասում ենք մեզ բռնացնել։ Այ ուրեմն այս բանը մեղք է, ես չգիտեի, որ սա մեղք է։ Այ հպարտությունը մեղք է, ես շփոթել եմ արժանապատվության հետ։ Հասկանում եք։ Շատ բաներ կան, որ մարդիկ կրթություն չունեն, չեն ուզում իմանալ, բայց երբ որ շփվում են եկեղեցու հետ, տեսնում են ժողովրդի այդ ամբողջ իրենց կանոնը, եկեղեցու կանոնը, ժողովրդի շփվում են, կամաց բացում են մարդը։ Ուզում է իրեն լավ զգալ։ Զավակ զգալ իրեն եկեղեցու, եկեղեցին ուղղորդում է իր հոգևոր խնամքի համար։ Տեր, իսկ ինքնաարդարացումը այս դեպքում ընդունելի է, երբ խոստովանության ժամանակ մարդ փորձում է նաև արդարանալ։ Շատ դեպքեր եղել, որ եկել է, ասենք մի կին ընդհատենք, եկել է խոստովանությամբ եւ ամբողջ ընթացքում պատմել է տեկեր կնոջ, ասենք արած գործերից, ասում ենք դու ինչ ես արել, դու ինչ ես արել։ Այսինքն շփոթում են ուրիշի մասին խոսակցությունը իրենց մեղքերից չեն ուզում ասել։ Եկել է որ ասի, բայց այդ չունի այդ քաջությունը, դեռ չի հասունացել, իրեն օգնում ես։ Եկեղեցիականի գործը որն է, որ նախ ճշմարտությունը կարողանա որպես կորզի ճշմարտություն, մարդը ասի, ազատվի դրանից, պետք է օգնի նրան, որ ինքը ասի, այս բանը արել ես, ուղիղ խոսք ասում ես, ասենք գողացել ես, ոռնկացել ես, որպեսզի կարողանա մարդը ասի այդ բանը, պետք է ասի, այդ քաջության օգնելու համար։ Դա ամբողջը նրա համար չէ, որ հետագայում ինքը իրեն նսեմացած զգա, իրեն, ասենք, բաց զգա, ընդհանրապես գորովով, այդ խնամքով պետք է մարդ բացի, որպեսզի այդ վերքը փակվի։ Այդ վերքին փակելու համար է արդեն մնացած ամբողջ իր կյանքը կապի եկեղեցու հետ։ Որովհետև հատուցումից հետո կանանց ասեն նաև արձակում, վերջնական արձակումն է, հիվանդանոցից դուրս է գրում, ասենք, այտենց ասենք։ Ինքը առողջ արդեն, ինքը խնդիր չունի, բայց արդեն իմաստություն ունելով իր կյանքը պետք է շարունակի, ամեն անգամ տեսնելով արդեն նույն փոսի մեջ չընկնի։ Ինչ որ արել են նույնիսկ չկրկնի այդ ամբողջը, հասկանում եք, որտեղ արդեն ինքը դրանից ոնց որ ասած նման է Պողոս Արաքյալը, երբ որ մեկը նորից վերադառնում է մեղքին, կարծես թե շունը վերադառնում է փսխացին։ Տեսեք ինչ զզվելի արտահայտություն է, չէ՞։ Այսինքն մարդը չպետք է վերադառնա դրան։ Ինքը պետք է գնա առաջ, սովորի, կրթվի, հոգևոր, մտավոր, մարմնապես, ամբողջապես։ Այսինքն մարդու կերտման խնդիր է, մարդն է կերտվում։ Այսինքն այն տարբերակով, որ ոչինչ մեղ գործեմ, միևնույն է հետո կապաշխարեմ, սա շատ անընդունելի։ Ով որ ասի մեղ չեմ գործելու, մյուս քայլին ընկնելու մեղքի մեջ, որովհետև Տերն ասում է՝ մի կանգնեք չարին ճակատ առ ճակատ։ Դրա համար իմաստություն է տալիս, դրա համար խոնարհության հոգի է տալիս։ Չարը սիրում է հպարտին, չարը սիրում է նախանձին, չարը սիրում է բարկասկոտին, հասկանում եք։ Սա հեռու մնանք, ուրեմն մենք ինչ պետք է անենք, պետք է անենք խոնար, մենք պետք է լսենք սիրով, հասկանում եք, ընդհակա այդ առաքինություններով պետք է լսենք, որտեղ արդեն մենք հետաքրքրիչ ենք չարին, հասկացաք, շատ կարևոր բան է սա, որ մարդ փորձանքի մեջ չընկնի։ Չնայած այդ բանաձև չկա, բայց պետք է իմաստություն խնդրենք Աստծուց, որ ինքը մեզ օգնի միշտ, Սուրբ Հոգին մեզ առաջնորդի։ Դեր իսկ մանուկ հասակում գործած սխալների համար, այսպես ասեմ, պետք է այսօր ապաշխարենք, խոստովանենք, երբ շատ փոքր ենք եղել, Եթե հիշում ենք, եթե դա պավորվել է, կարելի ասել իհարկե պետք է ազատվել։ Եթե դա պավորվել է, ասենք մեկին հրել եմ ծառի վրայից ընկել ներքել, չգիտեմ, երեխա բան, թող ասի, ազատվի, ասելով, խոսքը շատ հզոր բան է։ Խոսքը Աստված է, որ մարմին առավ։ Եվ մենք է բանական խոսող արարածներ ենք, այդ խոսքը ամբողջապես ուսի ճիշտ կիրառենք։
Դրապես ամեն ինչի մեջ շատ կարևոր է մեր զգուշությունը խոսքի նաև։ Խոսքի մեջ եմ ասում, դեռ չեմ ասում խորհուրդների մեջ, որտեղ ամեն ինչը խորհուրդներից։ Ինչ մի բան կարող է գնի մարդու մտքի մեջ, հա, խորհրդի մեջ, սրտի մեջ։ Հետո դա իրանը չի, բայց հետո իրեն թվա թե դա իրեն է, դա թշնամին է գցում, չարն է գցում։ Ջղայնություն, արկություն, նախանձ, ինչ որ մի բան եւ այլն։ Եթե ինքը չաղոթի, ինքը զգոն չլինի, դա կարող է վաղ մեսօր վերածել արդեն խոսքի, որ դա իրենն է կարծես, հետագայում դառնա գործ։ Այսինքն չարը հաղթեց։ Խորհրդով մտավ, խոսքով, գործով դուրս եկավ։ Դրա համար կարևոր է խորհուրդները, մեր խորհուրդները, որ մենք կարողանանք մեր մտքի մեջ միշտ աղոթքի մեջ լինենք։ Միշտ աղոթքի մեջ Տեր ողորմ է։ Տեր ես քեզ սիրում եմ, Տեր շնորհակալ եմ։ Տեր փոխիր ինձ։ Տեր ազատիր ինձ, չէ՞։ Այդ ամբողջ աղոթները խնդրվածները Աստված լսում է իհարկե մեզ։ Եվ եթե սրտից աղոթենք, Աստված էլ արդար է մեզ ողորմած է մեր համար եւ իր դուռը կբացի եւ ոչ մեկին դուրս չի հանի, ինչպես ասում է ավետարանը։ Տերեր, իսկ ինչպես պատրաստվենք խոստովանության, ապաշխարության կարգին։ Դե առաջի քայլը զղջումն է, նախ պետքա զղջումն է, սրտան զղջաս։ Առաջինը զղջումն է։ Զղջումն է այն ամեն ինչի համար, որ դու արես եւ քեզ թվացել է, միգուցե թվացել է բարի այդ քո արած գործը, անհրաժեշտ է այդ արած գործը։ Դա կլինի սուտը, դա կլինի գողությունը, դա կլինի չգիտեմ ինչը կլինի, բայց մեր մեջ դրած, ասում եմ, մեխանիզմ կա դրված, Տերն է դեր Աստվածը, Խիչն է դրել մեր մեջ, որ Խիչը մեզ տանջում է։ Արդեն զղջումով, առաջինը զղջում, դու պետք է քո մեջ լավ զղջաս, զղջում ունենաս։ Որտեղ մարդիկ գալիս են, հասնում են, ասում են մոռացա, ասում են գնացեք գրեք, գրեք ձեր մեղքերը, եթե չկարողում, գոնե բերեք, դնեք կարդակ։ Հա թող դնեն կարդան, իրենք եթե չունեն այդ ամբողջ շարադրելու ունակությունը կամ կարկամված են կամ չեն կարողանում արտահայտել այս մտքերը։ Գրավոր ծնկի է գալի եւ ասում է կարդալ իր մեղքերը։ Տերեր, ապաշխարությամբ մարդ Աստված հարաբերությունները նորոգվում են։ Այո, իհարկե նորոգում են։ Ապաշխարեցեք, որովհետեւ Տիրոջ արքայությունը մոտեցել է։ Սկսվեց սա նոր ավետարանը, նոր կտակարանը, չէ՞։ Հովհաննես Մկրտիչը, երբ որ մկրտում էր ժողովրդին ջրով, չէ՞, ինքը առաջինը ինքը ասեց ապաշխարեցեք, որովհետեւ Աստծո արքայությունը մոտենում էր։ Ում մասն է խոսքը։ Քրիստոսն էր գալիս։ Եվ Քրիստոսը եկավ եւ ասաց նա որ կգա, ձեզ կմկրտի արդեն հրով եւ Սուրբ Հոգով։ Եվ Տերն էլ ասաց ապաշխարեք, ով որ չապաշխարի, կորշելու է։ Այսինքն ապաշխարության կոչը շատ է արել նաեւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Ինչու համար, որ մոտենանք Տիրոջը։ Իսկ վերջնական նպատակը հենց դա է Տիրոջը մոտենալը ապաշխարության կարգի մեղքերը։ Դրանից մեր ամբողջ կյանքի նպատակն է դա։ Մեր ամբողջ կյանքի նպատակն է, մեր ծնված օրվանից, մեր մայրական կաթ ուտելուց, օրուցային դասելուց, դպրոցում սովորելուց, ամբողջ ամուսնական կյանք, երեխաներ, սեր, ներել, վշտանալ, ամբողջ մեր կյանքի նպատակը դա է, որ այնպես ապրենք, որ մոտենանք Տիրոջը, քաղցր լինի մեր կյանքը, մեր զավակների, մեր ընտանիքների, մեր հայրենիքի, այդ զի Աստված քաղցր է, որտեղ քաղցություն կա, այնտեղ նաև Աստծո ներկայությունն է։ Տերեր, եւ ուզում եմ մի շատ կարևոր հարցին էլ անդրադառնանք, երբ ասում ենք մեղքերը խոստովանել, դա նաև նշանակում է, որ մենք զղջալուց բացի պետք է քայլ կատարենք, չէ՞, եթե օրինակ որևէ մեկին նեղացրել ենք, միայն մեր ներսում զղջալը բավարար չէ։ Ապաշխարությունը մի մասեր ունի՝ զղջում, խոստովանություն, հատուցում, պետք է հատուցի։ Եթե մեկին զրկել է ինչ-որ մի բանով, Քահանան նշանակում է գնա աշխատի, տար երակի կտանես կտաս։ Կամ ինչ-որ հայություն է արել, կգնա ներողություն խնդրի եւ ամբողջ Սուրբ Գիրքը այսքան կկարդաս։ Այսինքն տարբեր, այսինքն հատուցման բաներ կան, իհարկե։ Ողորմածություն գնա արա, եթե հնարավորություն ունես։ Եվ միջև արձակում այդ ամբողջը մի շրջան է, որ պետք է իրականացվի։ Տերեր, եթե փորձենք ամփոփենք այս ամեն ապաշխարության կարգը եւ խոստովանությունը մարդուն ինչ է տալիս։ Ազատություն, բժշկություն, երանություն է տալիս, հարկաս։ Շնորհակալ եմ։ Աստվածով։ Ես հիշեցնեմ, որ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր զրուցում էինք խոստովանության եւ ապաշխարության կարգի մասին։